Բարև ձեզ ելներ, մենք առաջ ենք շարժվում առաջին թագավորաց գրքով և այսօր բացում ենք 19-րդ և 20-րդ գլուխները։ 19-րդ գլխում Սավուղ թագավորի նախանձը ու ատելությունը հասնում են գագաթնակետին։ Դավիթը ոչ մի հանցանք չէր գործել, նա միայն օրհնություն էր բերել երկրին, բայց Սավուղը հրամայում է նրան սպանել։ Դավիթը ստիպված է փախչում և ապաստան գտնում Սամուել մարգարեի մոտ, Ռամայի նայոթում։ Եվ Սավուղը զորք է ուղարկում նրան բռնելու, Աստծո հոգին իջնում է այդ զորքի վրա և նրանք սկսում են մարգարեներ անզոր դառնալով վնասել Դավիթին։ Սա Հիսուսի կյանքի հստակ պատկերն է, ինչպես Դավիթին հալածում էին առանց պատճառի, այնպես էլ Հիսուսին ատեցին ու հալածեցին իր բարի գործերի համար։ Հովհաննես 15:25-ում գրված է. «Զուր տեղը ատեցին ինձ»։ Ինչպես Աստծո հոգին պաշտպանեց Դավիթի թշնամուց, այնպես էլ Հիսուս Քրիստոսը այսօր դարձել է մեր ապաստանը։ Թշնամին չի կարող հասնել ու կործանել նրանց, ովքեր թաքնված են Քրիստոսի մեջ։ 20-րդ գլխում տեսնում ենք Դավիթի և Հովնաթանի հրաժեշտի հուզիչ պատմությունը։ Հովնաթանը վտանգում է իր կյանքը հոր առաջ, որպեսզի իմանա Սավուղի վերջնական որոշումը։ Նրանք պայմանավորվում են մի նշանով։ Հովնաթանը դաշտում նետեր է արձակում։ Եթե նետերը հեռու են ընկնում, դա նշան էր, որ Դավիթը պետք է փախչի, որովհետև մահվան վտանգ կա։ Այս նետերի նշանով Հովնաթանը փրկում է Դավիթի կյանքը, և նրանք լաց լինելով նորոգում են իրենց հավիտենական ուխտը։ Ինչպես արձակված նետերը Դավիթի համար դարձան մահից փրկվելու և ազատության նշան, այնպես էլ Գողգոթայի խաչը մեզ համար դարձավ փրկության մեծագույն նշանը։ Հիսուսի վրա արձակվեցին մեղքի ու դատաստանի բոլոր նետերը, որպեսզի մենք ազատվենք մահից և մտնենք Աստծո հետ հավիտենական ուխտի մեջ։ Սիրելիս, եթե այսօր քեզ նեղացնում են անարդարացիորեն, քննադատում կամ հալածում, հիշիր, քո երկնային Դավիթը Հիսուսը անցել է այդ ճանապարհով, նա քո ապաստարանն է։ Վստահիր դրան։ Վստահիր նրա ուխտին, որովհետև նրա խաչի նշանը քեզ երաշխավորում է հաղթանակ ու պաշտպանություն։ Աղոթենք ձեզ։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու ես մեր հաստատուն ապաստարանը եւ մեր փրկիչը։ Ների մեզ, երբ անհանգստանում ենք մարդկանց անարդարություններից։ Խնդրում ենք պահիր ու պահպանիր մեր ընտանիքները քո սուրբ անվան տակ։ Թող քո խաչի հաղթանակի նշանը լինի մեր տների վրա եւ քո խաղաղությունը առաջնորդի մեզ ամեն օր։ Ամեն։ Սիրելիներ, եթե օրհնվեցիք, լայքեք եւ կիսվեք մեկնաբանություններում, թե ինչպես Հիսուսին տեսան։ Կհանդիպենք Աստծո կամքով հաջորդ գլուխներում։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։ Ամեն։